150 տարի հետ վերադառնանք, մենք տեսնում ենք, որ իրոք այս ցեղասպանությունը կրկնվում է, բայց եթե մենք ստեղ տեսնում ենք Հայաստանում ունենք մի երկիր, մի հայրենիք, բայց ասորիները մինչ առ այսօր ցեղասպանվում են իրենց պատմական բնորանում։ Ուստի ոչ թե միայն մենք ասորիներս, այլ եւ հայերը, եւ հույները, եւ այն ազգերը, որոնք որ ենթարկվել են ցեղասպանության, անելիք ունեն, ասելիք ունեն աշխարհին, որ ուշադրություն դարձնել, որ այդպիսի ցեղասպանությունները չկրկնվեն։ Դա կլինի Հայաստանում, կլինի ուրեմն Իրաքում կամ կլինի Սիրիայում, Թուրքիայում կամ որտեղ որ կլինի։ Աշխարհը կարծես չի ուզում աչքերը լայն բացել, թեև կարծես գիտեն ամեն ինչ։ Բայց կարծում եմ ոչ միայն աշխարհը պետք է աչքերը բացի նայի, մենք պետք է ավելի բարձր այս խնդիրը բարձրացնենք, որ աշխարհը ուզի թե չուզի նայի ու տեսնի դա։ Կարանանք դա մեր ուրեմն շարժ ու ձևով, մեր գաղափարներով դա հասնենք աշխարհին, որ կարանան ընդունեն դա։ Պարոն Միխայելով, դուք 22-ից Նիկոլ Փաշինյանի օգնական եք, չէ՞։ Հիմա էլ եք շարունակում, թե այլ պաշտոն կամ կարգավիճակում եք։ Այո։ Հիմա էլ իր օգնական եք։ Այ տեսեք, Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանի ելույթներում հայտարարում է, որ պետք է մենք մեր առաջնահերթությունների մեջ չպետք է մտնի հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, հա, մենք պետք է պատմությանը այլ աչքով նայենք, այլ տեսանկյունից նայենք, հասկանանք ինչ է եղել, ինչպես է եղել։ Դուք ոնց եք սրան վերաբերվում։ Եթե դուք քիչ առաջ խոսում եք ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին, դա առաջնահերթություն պետք է լինի, թե ոչ մեզ համար։ Ես կարծում եմ վարչապետը արտահայտվել է այն առումով, որ ոչ թե միայն ցեղասպանության հարցը պետք է լինի մեր առաջի հարցերում, այլ բոլոր մեր այս խնդիրները, որ այսօր կայանում են, որ ազգներս տեսնում այս 3-4 տարվա ընթացքում ինչ է կատարվում։ Ինչ խնդիր կա, օրինակ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առումով կամ ընդհանրապես ցեղասպանության կոնտեքստում ինչ խնդիր կա ավելի կա։ Ոչ միայն թուրքերի, ամբողջ աշխարհի հետ, ինչ է ես քիչ առաջ ասում, մենք մեր ձայնը միասնական պետք է բարձրացնենք, որ ողջ աշխարհը եւ Եվրոպան, Միացյալ Նահանգներից բռնած Միջին Ասիան եւ այլն լսեն մեր ձայնը, լսելի լինի ու կարանանք քայլ առ քայլ լուծել մեր խնդիրները ոչ թե կենտրոնանանք միայն ցեղասպանության խնդրի վրա, բայց մենք եթե աշխարհը չի ճանաչում, չի դատապարտում, Թուրքիան չի ընդունում իր մեղքը, որ ոչրագործություն է, ոչիր է գործել 15 թվականին, այդ դրանից հետո մենք ինչպես պետք է կարողանանք այլ խնդիրներին անդրադառնալ։ Դա արդեն գիտեք, մեր միասնական մտածելու քայլեր են, որ անենք ոչ թե իրար տեսնենք ով է թույլ, ով է ուժեղ, դրան գցենք, այլ միասնական մի համագործակցենք եւ ասորիների հետ, եւ հույների հետ, եւ եզդիների հետ, որոնք որ իրոք ցեղասպանվել են, տեսել ենք մի 10 տարի առաջ, 5 տարի առաջ տեսանք, չէ՞։ Տեսեք, մինչև վերջերս, մինչև երևի թե 23 թվականի Արցախի վերջնական հանձնումը, Փաշինյանն էլ Թուրքիայի ցեղասպանության մասով միասնական էր մտածում ամբողջ հայ ազգի հետ, նաեւ նախորդ իշխանությունների ինչ թեզեր որ տարել են։ Ես այսօր նաեւ նայում եի նախորդ ելույթները 20 թվականին, 19 թվականին, որ դատապարտում էր, խիստ քննադատաբար էր վերաբերում այդ երևույթին։ Այ 23 թվականից հետո կարծես թե փոխվեց Փաշինյանի այսպես օրակարգը այդ հարցում։ Մենք միասնական չենք։ Դուք տենց եք մտածում, բայց ես այսպես չեմ մտածում, տեսել եմ ու ինչպես է վերաբերվում վարչապետը այս հարցերին, կարծում եմ իր միտքը չի փոխվել, ընդհակառակը մեր օրակարգում կա ցեղասպանության հարցը եւ մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում։ Բայց առաջնահերթությունների մեջ է մտնում էլի։ Օրակարգում կա, բայց որտեղում է առաջին, երկրորդ։ Դե արդեն դուք պետք է որոշեք, ես չեմ կա։ Դուք եք ասում որ առաջնահերթություն չէ, դրա համար եմ ասում։ Ես չեմ ասի առաջնահերթություն չէ։ Ես ասեցի, Փաշինյանը ասեց, ոչ պետք է միայն ցեղասպանության հարցը լինի առաջնության մեջ, այլ բոլոր մեր այս խնդիրները, որ մենք ունենք։ Այն թվում եւ ցեղասպան։ Բանը չտեմ։ Դուք եք դատապարտում 3 ջահերով երթի ժամանակ հերթական անգամ այդ դրոշը այրելը Թուրքիայի Ադրբեջանի։ Ես չեմ տեսել այդ պահերը, ճիշտն ասած։ Հիմա կարողա դուք ինձ ես իմ ինչ հարց տաք, որ ես չեմ տեսել, համոզված չեմ կարա պատասխանել։ Կներեք, ճիշտ կլինի, որ մեր համաշխարհային ասորական միության անդամների հետ զրուցեք, այո, իմանաք ինչու՞մ է կայանում այս հարցը, ոչ թե սենց։ Տեսեք, ամեն տարի ես ուղղակի հիշեցնում, վստահ եմ տեսել եք այդ։ Ամեն տարի երիտասարդները այրում են Թուրքիայի դրոշը։ Եվ ես իմ տեսակետը նորմալ է դա, թե նորմալ չէ, ո՞նց է վերաբերվում։ Կարծում եմ ոչ միայն Թուրքիայի դրոշը, այլ մեկ այլ ուրիշ երկրի
Դա կլինի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի կամ Թշնամի եվրոպական մեծ որևէ կորպորացիա մի է։ երկրի դրոշը վար, դրոշ վառելով մենք հարցեր չենք լուծի։ Ես այդ կասեմ ու Այսինքն կպրծնեմ։ դուք էլ եք համամիտ Փաշինյանի հայտարարությանը, որ պետք չէ դրոշ։ Ես չգիտեմ, Ինքը ասել է, դատապարտել է դա ձեր դուք եք ինձ ասում, ես իրենից չեմ Որում լսել։ 99 թվականից է դրոշը այրում են երթ կատարում են, այս տարի միայն ինքը դատապարտեց, նախորդ տարիներին չէր դատապարտել։ Ես չեմ լսել դա, դուք կարծում եմ մի քիչ Ավել դուք ի պաշտոն է որ որպես օգնական ձեր գործառույթների մեջ եմ մտնում, երբ ավելի շուտ տեղ եք անալ։ Դե ես ասեցի իմ ասածը, դուք փոխվեք արդեն մեր ընկերներ։ Համեցեք եկեք։ We have to speak English. I mean, we don't. Yes, you can speak If you want to ask English. something, we can. But he explained, Mr. Arsen Mikhailov. Okay, Mr. Arsen Mikhailov. He explained. We need to listen your speech Okay, about genocide and want You can go ahead. Okay, our coming here, it's giving you an idea how much we think about this genocide, Assyrian, because we Assyrian and Armenian, we think that we are the same nation. We went through the same problems. Okay, the genocide was for you, for Armenians, for Assyrians, and for Greek, right? And we Assyrians, we are coming here today. Where are you from? I'll tell you now. I'm coming back. We are from all over the world. Okay, we came here. We are a committee. We did this committee here. We are coming from 20 countries. Name it. America, Australia, Iraq, Canada, France, Sweden, Germany, Poland, England. From all over the world, we brought our people with us here to show to give their condolences for you guys and for ourselves, because we are brothers. We live together. We lost people. You lost people, maybe more than other nations. Yes, the Armenians, and we also lost about 750,000 Assyrians. I have many of my relatives, my grandfathers, and they were also massacred. Is it first time that you're in Armenia? No, I came before that in February. Every year I was here. No, before that I didn't come, but from now on always I'll come. I love the country. It's a nice country. I feel that I am coming to my country. And where are you living? I am living in Dubai. I am Canadian living in Dubai. I have Canadian passport living in Dubai. I am originally from Iraq. Yes, and why? What do you think? Why Turkey doesn't recognize Armenian genocide? That's you see, if they are going to recognize. And what we need to do for it? We have to have a good relation, and we have to explain to world that what was the genocide, what happened to our nation. We are destroyed. Now look at the Assyrians. At least the Armenians, they are having their own country. Assyrians were scattered all over the world. We don't have any place to live. We are living in different. When we come here, we feel we are coming to our country, because we are, two nations. We live together thousands and thousands years, and on the top of that, we believe in the same belief. That's also second thing. Okay, I'm saying everything clearly. Okay, so this is it. I mean, why they not? Because they will be blamed for the war. That's why they are denying and denying. But at the end, they have to. They cannot. At the end, they have to. Okay, denial, it will not be there. Thank you so much, President. Look, my name is David. I am an Assyrian from Australia. I have lived for 50 years in Australia.